Բարև ձեզ սիրելի ունկնդիրներ, Փառք Աստծո, որ մենք այսօր էլ կենթանի ենք, առողջ ենք, կարող ենք գալ Աստծո ոտքի մոտ եւ սովորել իրենից իր դասերը։ Թող Աստված իր Սուրբ Հոգին թափի մեզ վրա, որպեսզի այս Սուրբ Հոգով ներշնչված ուսումնասիրենք իր խոսքը եւ ճիշտ հասկանանք եւ Հիսուսի շնորհքով իրագործենք մեր կյանքում։ Հիսուսի անունով խնդրեցի, Փառք Հորովորթուն եւ Սուրբ Հոգուն այժմ եւ միշտ եւ ավիտյան դայրում։ Ամեն։ Մենք գիտենք, որ այս երամսյակ ուսումնասիրում ենք մի թեմա, որ կոչվում է միավորելով երկինքն ու երկիրը, Քրիստոսը Փիլիպպեցիներին եւ Կողոսացիներին թղթերում։ Այսօր արդեն հասել ենք 15-րդ ճրագ, որ լուսավորում է մթության մեջ։ Հիշելու համարն է Փիլիպպեցիների 2:14-15։ Ամեն բան առանց տրտունջի եւ վիճաբանության արեք, որպեսզի անարատ Աստծո անբիծ եւ անմեղ զավակները լինեք այն կամակոր եւ խոտոր սերնդի մեջ, որի մեջ պիտի երևաք որպես աշխարհում լույս տվողներ։ Այսինքն, եթե մենք տրտնջում ենք, բողոքում ենք եւ վիճաբանում ենք, մենք չենք կարող լույս լինել աշխարհի մեջ։ Տերը հորդորեց հրեաներին, որ հնազանդվեն, որովհետև հենց դրա մեջ է ձեր իմաստությունն ու խոհամտությունը ազգերի առաջ, որոնք լսելով այս բոլոր կանոնները պիտի ասեն իսկապես այս ազգը իմաստուն եւ խոհեմ ժողովուրդ է։ Սա գրած է 2 Օրինաց 4:6։ Դարեր անց Հիսուսը ասաց. Ես եմ աշխարհի լույսը։ Ով իմ հետևից գա նա խավարի մեջ չի քայլի, այլ կյանքի լույսը կընդունի։ Հովհաննես 8:12։ Նա նաև ասաց. Դուք եք աշխարհի լույսը, մի քաղաք, որ լեռան վրա է կառուցված, չի կարող թաքնվել։ Մատթեոս 5:14։ Ինչպես կարող ենք մենք լինել այդ լույսը։ Միայն Հիսուսի հետ սերտ կապի միջոցով։ Ճշմարիտ լույսն էր, որ լուսավորում է ամեն մարդու, որ աշխարհ է գալիս։ Ինչպես ասում է Փիլիպպեցիների 2-ում, դրա համար էլ Աստված առավել բարձրացրեց նրան եւ մի անուն շնորհեց նրան, որ ամեն անունից ավելի բարձր է։ Երկնքի լույսն ու զորությունը հասանելի են մեզանից յուրաքանչյուրին, ով իր կյանքը հանձնել է Հիսուսին։ Յուրաքանչյուրին։ Սակայն շատ հաճախ մենք կամ սպասում ենք, որ Աստված ամեն ինչ անի, կամ մեր սեփական գաղափարներն ու ծրագրերն են խանգարում։ Ահա թե ինչու Պողոսի խոսքերը Փիլիպպեցիներին այսօր էլ այնքան արդիական են, այսինքն մենք այնպիսի գաղափարներ ենք ունենում եւ այնպիսի ծրագրեր ենք կազմում, որ խաթարում է Աստծո ծրագրի իրականացումը մեր կյանքում։ Քանի որ Պողոսը Հիսուսին ներկայացրել է որպես խոնարհության եւ Աստծո կամքին նազանդ լինելու կատարյալ օրինակ, նա այժմ դիմում է անձամբ Փիլիպպեցիներին։ Նա հաստատում է նրանց հնազանդությունը Տիրոջ ավետարանի լուրն ընդունելուց հետո եւ հորդորում է, որ մնան այդ հնազանդության մեջ, այսինքն չշեղվեն, որովհետեւ երբ որ մարդ սկսում է Աստծո ճանապարհի մեջ քայլել, Սատանան ամեն ինչ անում է, որ շեղի այդ մարդուն։ Ամեն ձև, ամեն ինչ կիրառում է։ Եվ դրա համար շատ կարևոր է, որպեսզի մեր հայացքը ուղղված լինի միշտ դեպի Հիսուսը, որպեսզի Սատանան չկարողանա շեղել մեզ Աստծո խոսքի հնազանդությունից։ Քրիստոսի կյանքն ու խաչը, որպես փրկության ճանապարհ ներկայացնելուց հետո Պողոսն այժմ ավելի ուղղակիորեն է կենտրոնանում այն բանի վրա, թե ինչպես է այս ամենը գործում իրական կյանքում։ Փիլիպպեցիների 2 12-13 համարները։ Ուրեմն իմ սիրելիներ, ինչպես ամեն ժամանակ հնազանդեցիք, ոչ միայն իմ ներկայությունում, այլ հիմա էլ ավելի իմ բացակայությունումը, ահով եւ դողալով գործեցեք ձեր անդերի փրկությունը։ Բացնձի Աստված է, որ ներգործում է ձեզանում կամենալն էլ անելն էլ իր հաճության պես։ Ինչ է նշանակում ահով դողով, այսինքն շատ լուրջ վերաբերվենք, հարգանքով վերաբերվենք, ոչ թե Սուրբ Հոգին է, որ մեր մեջ դրդում է առաջացնում ճիշտ գործելու եւ պետք է մենք շատ զգուշ լինենք, որ չարհամարենք Սուրբ Հոգու ձայնը, ահա թե ինչ իմաստն է խոսքը։ Այս երկու համարներում Պողոսը չի ներկայացնում այլ ավետարան, քան այն ինչ բացատրում է հռոմեացիներին եւ իր մյուս ուղերձներում։ Մենք կարող ենք վստահ լինել, որ նրա պատգամն այստեղ համահունչ է հավատքով արդարացման ավետարանին,
որը նա քարոզել է նաև Ֆիլիպպեում եւ այլ վայրերում։ Այս համարների մեջ Պողոսը չի ասում, որ դուք փրկվում եք ձեր արած գործերով, ոչ, այլ ասում է շատ լուրջ վերաբերվեք ձեր փրկությանը։ Դա է իմաստը։ Սակայն կարևոր է նաև հաշվի առնել Աստվածաշնչի ամբողջ ուսմունքը որոշակի թեմայի վերաբերյալ, հատկապես փրկության թեմայի, որը կարող է այնքան սխալ հասկացվել։ Հռոմեացիներ 3:23, 24, 5:8, Եփեսացիներից 2-րդ գլուխ 8-10 համարները բոլորը խոսում են շնորհքի մասին, որ մենք փրկվում ենք Հիսուսի շնորհքով։ Մենք փրկվում ենք Հիսուսի տված զոհով, այլ ոչ թե մեր գործերով։ Անկասկած է, որ փրկությունն Աստծո գործն է, եւ մենք բացարձակապես ոչինչ չենք կարող վերագրել մեզ որպես մեր վաստակ։ Նույնիսկ հավատքն ինքը պարգև է, որը քաջալերվում է Սուրբ Հոգու աշխատանքի միջոցով։ Մեր սեփական գործերը չեն կարող փրկել մեզ, սակայն վերստին ծնունդի միջոցով Աստված հոգերապես վերստեղծում է մեզ, հնարավորություն տալով կատարել բարի գործեր իր շնորհքի միջոցով, ոչ թե մեր բարի գործերը։ Աստծո հոգին գործում է մեր մեջ, զորացնելով մեր կամքը, որ ընտրենք ճիշտը, դիմադրենք գայթակղություններին եւ ճիշտ ընտրություններ անենք, եւ մենք պիտի թույլ տանք Սուրբ Հոգուն, որպեսզի ինքը գործի մեր մեջ։ Այս է ամբողջ իմաստը այս համարի։ Այսինքն պետք է զգույշ լինենք, որ չնեղացնենք Սուրբ Հոգուն։ Ինչպես ենք մենք նեղացնում Սուրբ Հոգուն, երբ որ չենք լսում իր դրդումներին, երբ որ իր սովորածածը չենք լսում եւ չենք ուզում անել։ Միայն Սուրբ Հոգու միջոցով մենք կարող ենք ընտրել ճիշտը, դիմադրել գայթակղություններին եւ ճիշտ ընտրություններ անել։ Այսպիսով մենք գործում ենք այն, ինչ Աստված գործում է մեր մեջ ահով ու դողով, այսքան շատ մեծ զգուշությամբ եւ լրջությամբ։ Արդյոք դա նշանակում է, որ մենք պետք է վախենանք Աստծո դատաստանից հաճախ մեր թույլ ջանքերի համար։ Իհարկե ոչ։ Այս արտահայտությունը վերաբերվում է Աստծո ներկայությունը զգալուն եւ նրան հնազանդելու մեր կարիքին։ Երբ որ մենք չենք հնազանդում Սուրբ Հոգուն, Աստծո ներկայությունը մեզանից հեռանում է, այսքան մենք պիտի շատ զգուշ ու լուրջ վերաբերվենք սրան։ Պետք է վախենանք, որ Աստծո ներկայությունը չփախցնենք մեր կյանքից, որ Աստծո ներկայությունը միշտ ամեն օր ամեն վայրկյան լինի մեր կյանքում։ Իսկ դրան կարելի է միայն հասնել հնազանդվելով Սուրբ Հոգու ձայնին, ոչ թե առևտուր անելով Սուրբ Հոգու հետ, չէ, բայց կարող է մի մասը ճիշտ չի, այս մասը սխալ է։ Սուրբ Հոգին երբեք չի հակասում Աստծո խոսքին, եւ երբ որ Սուրբ Հոգին դրդում է մեզ ինչ-որ բան անելու, մենք չպետք է առևտուր անենք Սուրբ Հոգու հետ։ Այլ եթե ուզում ենք աճել ճշմարտության մեջ, առանց Սուրբ Հոգու հետ կռիվ տալու կատարենք նրա հուշածը։ Ֆիլիպպեցիներին 2:14-ում Պողոս հորդորում է ամեն բան առանց սրտունջի եւ վիճաբանության արեք։ Եկեղեցու միաբանության ճանապարհին արկա մարտահրավերին այնքան լուրջ են, որ առանց մեր կողմից գալի ջանքերի դա պարզապես անհնար է։ Եկեղեցու ներսում միաբանությունը մեր Քրիստոսի հետ միության եւ նրա խոսքին հնազանդվելու արդյունքն է։ Այն վճռական նշանակություն ունի մեր վկայության համար, ինչպես Պողոսն է շարունակում նշել եւ կոչ անել մեզ, պիտի երևաք որպես աշխարհում լույս տվողներ։ Ֆիլիպպեցիներ 2:15։ Անլուսին գիշերով քաղաքների ու փողոցային լույսերի փայլից հեռու ավելի շատ աստղեր են երևում։ Եվ դրանք արդեն շատ ավելի պայծառ են փայլում։ Երբ որ մենք սարերում էինք ապրում, այդ փողոցում լույս չէր վառում, փողոցային լույս չկար։ Եվ երբ որ դուրս էր գալի հակը, գիշերը, երբ որ արդեն մութ էր, եւ աստղերը այնքան շատ էին, եւ իհարկե բարձր էր սարերը, եւ աստղերը այնքան շատ էին, եւ այնքան մոտիկ էին թվում, այնքան պայծառ էին, ինչու, որովհետեւ շուրջը խավար էր։ Այսինքն այդ հակադրությունն է, որ տարբերություն է ստեղծում խավարի եւ լույսի։ Որքան մուգ է երկինքը, այնքան ավելի հստակ են երևում աստղերը, կամ որքան խավար է շուրջդ, այնքան ավելի հստակ են երևում աստղերը։ Այդպես է նաև մեր վկայության դեպքում, որքան խորն է այս աշխարհի բարոյական խավարը,
այնքան ավելի պայծառ պետք է փայլի Քրիստոսի իսկական հետևորդների կյանքը։ Իսկ այսօր ինչ են ասում, Քրիստո, այնքան անօրինություն է տարածված, ոնց ես կարամ սուրբ լինեմ, որ ես կարամ մաքուր լինեմ այս անմաքուր դարում։ Հնարավոր է, եթե մենք մեր աչքը չկտրենք Հիսուսից, եթե մենք մեր աչքը կտրենք այս աշխարհի ունայն բաներից, որ հեռախոսը վերցնում են, սկսում են թերթել, ժամանակը ծախսել ունայն բաների վրա, եթե մենք դրանից կտրվենք եւ հակառակը մեր աչքը չկտրենք Հիսուսից, մենք կարող ենք նույնիսկ անարդար դարում ապրել արդար։ Ուրեմն, որքան կարևոր է թույլ չտալ, որ աշխարհի գաղափարների, ճնշումների ու սորույթների կեղծ լույսերը խամրեցնեն մեր վկայությունը կամ ընդհանրապես անհետացնեն։ Իսկ շատ կարևոր է, որ մենք զգոն լինենք եւ թույլ չտանք մեզ դառնալ աշխարհիկ նկատի ունեմ անարդար բաներ, քրիստոնեությանը ոչ հարիր բաներ։ Կարդանք Ֆիլիպեցիներ 2-րդ գլխի 15-16 համարները, ուրեմն 14-ից կարդանք. ամեն բան գործեցեք առանց տրտնջանքի եւ իջաբանությունների, որ լինի կամբից եւ անարատ որդիկ Աստծո առանց մեղադրանքի այն կամակոր ու ծռած ազգի մեջ կամ սերունդի մեջ, որոնց միջումը երևիկ ինչպես լույս տվողներ աշխարհի մեջ, կյանքի խոսքը պահելով ինձ բարձանք լինելու համար Քրիստոսի ուրումը, որ զուր տեղը չվազեցի եւ զուր չաշխատեցի։ Այսինքն ասում է ձեզ համար, որպեսզի մնաք հավատարիմ եւ մաքուր, պետք է Աստծո խոսքին հետևեք, այլ ոչ թե աշխարհին, ոչ թե աշխարհիկ սովորություններին հետևեք եւ անեք, այլ Աստծո խոսքի սովորություններին, Աստծո խոսքին նազանվեք։ Անբիծ բառը հայերենում նշանակում է անսխալական առանց նախատինքի։ Այն օգտագործվում է հատկապես Հոբի եւ նրան արած բնավորության մասին խոսելիս։ Հոբ 1:1, 8, 2:3, 11:4-33:9 այս բոլոր տեղերում Հոբի մասին գրում է, որ ինքը արդար մարդ էր, անբիծ էր։ Հունարեն անվնաս բառը, որը թարգմանվում է որպես մաքուր, բառացիորեն նշանակում է անխառն, մաքուր։ Հիսուսը հաշվի առնելով այն դաժան հարձակումները, որոնց հավանաբար կարող են հանդիպել իր վկաները, խրախուսում է լինել միամիտ, ինչպես աղավնիները։ Այսինքն մի միտք ունեցող, ոչ թե մանկամիտ, այլ միամիտ, մի միտք ունեցող, ոչ թե ծռվեմ, համ սատանային ծառայեմ, լսեմ, համ Աստծուն չի լինի։ Հիսուս ասում է, չեք կարող ծառայել եւ Աստծուն, եւ սատանային, չեք կարող։ Միամիտ պիտի լինենք, մի միտք պիտի ունենանք, հառած այդ միտքի մեջ մենակ պիտի լինի Աստծո ճամփան։ Ճիշտ նույն կերպ Պողոսն է հորդորում չարի հանդեպ անմեղ լինել, այսինքն չարը չճաշակել։ Աստված չէր ուզում, որ Ադամն ու Եվան ճաշակեն չարը, դրա համար իրենց ասեց մի մոտեցեք այդ ծառին, իրանք մենակ բարին գիտեին մինչև դա, բայց իրենք կարծելով, թե չարը ինչ-որ լավ բան է, գնացին ու թակարդ ընկան։ Եվ դրանից հետո սկսեց մեղքի ահավոր վիճակը այս աշխարհում։ Եվ Պողոսը հիմա ասում է, որ չարի հանդեպ անմեղ եղեք, այսինքն ինչ է դա նշանակում, որ մի տրվեք չարությանը, մի իմացեք, թե չարը ինչ է։ Մի ասեք, ես գիտեք մարդիկ կան դարձին գալ, հետո այնքան մի ոնց որ գլուխ գալով են հիշում իրանց մեղավոր անցյալը։ No։ Ոչ մի լավ բան չկա այդ մեղավոր անցյալի մեջ։ Պետք չի գլուխ գովալով հիշել դա։ Չարի հանդեպ անմեղ։ Դա նշանակում է այդ մարդը լիովին դարձի չի եկել, չի գիտակցել մեղքի չարությունը։ Մեր ժամանակակից այսքան միամիտ եղեք չարի, երբ որ մեկը դրթում է ձեզ չար բան անել, ասենք թե խաբել հաշվապահության մեջ կամ չգիտեմ, եւ կամ ասում է, այս ինչ բան, եւ դուք ասում եք, այդ ինչ է, որտեղ դուք այդ չարության մեջ չեք խառնվել, չեք ճանաչում այդ չարությունը, եւ կարող են ծիծաղալ դե էդ էլ չգիտես ինչ է։
Այսինքն դա ցույց է տալիս, որ մենք չարի մեջ չենք խառնվել։ Մեր ժամանակակից լրատվական միջոցներն աչքի չեն ընկնում մաքուր վեհացնող ու ոգեշնչող բովանդակությամբ։ Եվ մեր օրյա նման ժամանակներում մեզ համար հիանալի կանոն է Դավթի կյանքի օրինակը։ Սաղմոս 101:3 իմ աչքի առջև չար բան չեմ դնի։ Ինչին որ նայում ենք դրան էլ նմանվում ենք։ Եթե քրիստոնյան, այսպես կոչեցյալ քրիստոնյան, նայում է չար բաներ, նայում է փչացած բաներ, կփչանա, էլ քրիստոնյա չի լինի։ Այսինքն մենք պետք է Դավթի օրինակին հետևենք, Հիսուսի օրինակի։ Իմ աչքի առջև չար բան չեմ դնի։ Պետք չէ խորանալ չարի մեջ, պետք է խորանալ բարիի մեջ։ Անարատ, մենք երբեք չպետք է վախենանք տարբեր լինելուց։ Մեր հավատը պետք է աստիճանաբար առանձնացնի մեզ։ Իսկ դրա նպատակը հետևյալն է. Ֆիլիպպեցիներ 2:15 երևակ որպես աշխարհում լույս տվողներ։ Դա անելու միակ ուղին այս աշխարհին հարմարվելու մեժումն է։ Մի հարմարվեք, ասում է Հռոմեացիներ 12:2 ասում է մի հարմարվեք այս աշխարհին։ Կյանքի խոսքը պահելով Ֆիլիպպեցիներ 2:16 այսինքն մենք երբ որ մեր ուշադրությունը առած է կյանքի խոսքի վրա, Աստծո խոսքի վրա, երբ որ մենք ամբողջ սրտով հոգով մտքով ուզում ենք հնազանդվել Աստծուն, այդ ժամանակ մենք մերժում ենք աշխարհին հարմարվելը։ Մեր ընտրություններն են որոշում արդյոք մենք ապրել ենք Քրիստոսի օրը նկատի ունենալով արդյոք զուր տեղը չվազեցի։ Այսինքն Պողոսը ասում է, որ ես, երբ որ կանեմ Աստծո դատաստանի առաջ, դուք էլ փրկված լինեք եւ կանեք այնտեղ։ Եվ Աստված տեսնի, որ ես իզուր չեմ աշխատել, որ դուք իրոք դարձի եք եկել եւ մաքուր կյանք եք ապրել։ Կարդանք Ֆիլիպպեցիներ 2:17 համարը։ Բայց թեև ընծայվիմ ձեր հավատքի, պատարագի եւ պաշտամունքի վրա, ուրախ եմ եւ ձեր ամենի հետ ուրախանում եմ։ Նաեւ կարդանք 2 Տիմոթեոս 4:6 Երկրորդ Տիմոթեոս 4:6 Որովհետև ես արդեն նվիրվում եմ եւ իմ բաժանվելու ժամանակը հասած է։ Հռոմեացիներ 12:1-2 Արդ աղաչում եմ ձեզ եղբայր Աստծո ողորմությունով, որ ձեր մարմինները ներկայացնեք կենդանի, սուրբ եւ Աստծո ընդունելու պատարագ, որ է ձեր բանավոր պաշտոնը։ Եվ մի կերպարանվեք այս աշխարհի կերպարանքով, այլ նորեկվեցեք ձեր մտքի նորոգությամբ, որ դուք քննեք, թե ինչ է Աստծո կամքը, բարին, հաճելին եւ կատարյալը։ Եվ առաջին Կորինթացիս 11:1 Ինձ նմանող եղեք, ինչպես ես էլ Քրիստոսի։ Ուրեմն Պողոսն արդեն իսկ զարմանալիուն երկդիմի տեսակետ է հայտնել, արդյոք ինքն ապրում է թե մահանում Քրիստոսին ծառայելով։ Այժմ նա նշում է որպես զոհ ընծայաբար վեմ ձեր հավատի համար իրական հնարավորությունը։ Այս պատկերավոր խոսքը հիմնված է հեղուկ թափելու հին սովորույթի վրա, որի արարողության ժամանակ հեղուկ օրինակ յուղ, գինի, այսքան մաքուր խաղի հյութ, որտեղ գինին, որ թթված է, թթվածությունը միշտ մեղքի խորհրդանիշ է Աստվածաշնչում, եւ ուրեմն դա մաքուր գինի էր, որ նվիրաբերում էին Աստծուն, մաքուր խաղի հյութ էր։ Օրինակ յուղ, գինի կամ ջուր ընծայում էին Աստծուն։
Արժեքավոր հեղուկի ակնհայտ վատնումը նվիրաբերական գործողության ժամանակ կարող է հիշեցնել Մարիամի Հիսուսի գլուխը եւ ոտքերը Նարդոսի ազնիվ թանկագին յուղով օծելու գործողությունը։ Թեև սա ուղղակիորեն խմելու ընծա չէր, այն ակնհայտորեն ներկայացնում էր մի հսկայական զոհաբերություն, որը պատշաճ կերպով արտացոլում էր Քրիստոսի անսահման զոհաբերությունը մեր փրկության համար։ Եթե Պողոսը Հիսուսը նույնպես զոհաբերվեց եւ իր զոհաբերության բուրմունքը տարածվեց ամբողջ աշխարհով մեկ, ինչպես այդ Նարդոսի բուրմունքը այդ սենյակում տարածվեց։ Եթե Պողոսը մահապատժի ենթարկվեր ավետարանը տարածելու գործի համար, նա ուրախ կլիներ, քանի որ իր կյանքը հեղվում էր որպես ընծա Աստծուն, ինչպես որ Հիսուսը ծառայեց եւ հետո մինչև վերջ հասավ եւ զոհաբերեց իր կյանքը։ Եվ կարծես դա կնիկ դրեց իր գործի վրա։ Եվ նույնը սա է, Պողոսը ամբողջ 100% նվիրվեց Աստծուն, ծառայեց Աստծուն եւ ասում է, որ իր մահը ավետարանը տարածելու համար կլինի կնիկ իր ամբողջ գործի վրա եւ որպես ընծա կլինի Աստծուն։ Քանի որ 5 կտակարանում ընծաները սովորաբար միայնակ չեն մատուցում, այլ ուղեկցվում են զոհաբերության, Պողոսը դա կհամարի իր կյանքի ընծայումը որպես Ֆիլիպպեի հավատացյալների զոհաբերության եւ ծառայության արժանի լրացում, որ հավատի միջոցով ընտրել են իրենց կյանքը նվիրաբերել Աստծուն որպես կենդանի զոհ։ Քանի ապրում ենք մենք մեր կյանքը, մենք պետք է կենդանի զոհ լինենք Աստծո համար, այսինքն զոհաբերենք ինչ որ ունենք ավետարանի համար, մեր ժամանակը, մեր ունեցվածքը, ինչ որ ու կարող ենք զոհաբերել։ Վաղ քրիստոնյաները ներառյալ Ֆիլիպպեում գտնվողները եռանդուն էին կիսվում իրենց հավատքով։ Տնից տուն անցնելով նրանք տարածում էին ավետարանը։ Նրանք իրենց տները բացում էին Սուրբ Գրքի ուսումնասիրության համար եւ կարողանում էին Սուրբ Գրքով հիմնավորել այն, ինչին հավատում էին։ Մեր ադվենտիստ առաջամարտիկները նույնպես նույն բանն էին անում, հովիվներին ապավենելու փոխարեն նրանք կիսվում էին իրենց հավատքով եւ հարավանների համար կազմակերպում աստվածաշրջան ուսումնասիրություններ, նաեւ պատրաստում էին մարդկանց, որ երբ որ ծառայող է վերադառնան, նրանք պատրաստ լինեն մկրտության։ Արդյոք մենք այսպես ենք ապրում։ Աստված սա է ուզում եւ ոչ պակաս։ Գիտեք, կան գրքեր, ովքեր անգլերեն գիտեն, ադվենտիստ առաջամարտիկ նշանակում են նրանք, ովքեր ում գործունեությունը հիմք հանդիսացավ ադվենտիստ եկեղեցին ստեղծելու համար։ Եվ կա շատ լավ գրքեր, տեսեք, կոչվում է սա 65 թվին արտադրվել։ I'd like to ask Sister White, ես կուզենայի հարցեր տալ Քույր White-ին։ Եվ այստեղ այնքան մանրամասներ կա իրենց դժվար կյանքի վերաբերյալ։ Ես որ կարդում եմ, ուղղակի ապշում եմ, թե ինչ զոհաբերությունների միջով են իրենք անցել։ Այսօրվա քրիստոնյաները սիրում են կոմֆորտ, սիրում են հանգիստ կյանք։ Իսկ այն ժամանակ այդպես չէր։ Գիտեք, դա միակ եկեղեցին էր, որ Աստված կոչվեց Ֆիլադելֆիա, այսինքն միակ եկեղեցին էր, որ ինքը ոչ մի թերություն չնշեց։ Ֆիլադելֆիա, եղբայրական սեր։ Այսինքն այդ եկեղեցին թերություն չուներ, որտեղ իրանք ամբողջ իրանց ամեն ինչը, իրանց ամեն մի կոպեկը նվիրում էին Աստծո գործին, եւ ինչքան դժվար էր այն ժամանակ, այն ժամանակ չկար ավտո, իրանք ձմեռվա կեսին լիքը ձյուն նստում էին այդ բաց սահնակների վրա եւ գնում էին մի կտոր հաց ունենալով։ White-ը գրում է, որ նույնիսկ երբեմն նրանք ամբողջ օրվա ընթացքում մի հատ խնձոր էին ընդունում ընդամենը եւ այդպես գնում էին եւ տարածում էին Աստծո խոսքը եւ մարդիկ հարյուրներով, հազարներով դարձի էին գալիս։ Եվ շատ դժվար էր այն ժամանակ, որ պիտի այդ կարգերով քշեին մինչև գնացքը նստեին, գնացքով շատ դժվար էր գնալ եւ այլն եւ այլն։ Իսկ այսօր մարդիկ ունեն մեքենաներ եւ կարող են շատ կոմֆորտ ձևով գնալ եւ հասնել տեղ, բայց արդյոք մարդիկ ունեն այդ եռանդը, այդ նախանձախնդրությունը Աստծո գործի։ Մյուս գիրքը, որ նորից շատ լավն է, Lighter of Gospel Fires,
Սա լոգբորոյի մասին է, եւ ես երբ որ կարդում էի, ուղղակի ապշում էի այս մարդու նվիրվածության վրա, ինչքան դժվարությունների, ինչքան նեղությունների միջով են անցել այս մարդիկ, որպեսզի Աստծո խոսքը տան մարդկանց, իսկ այսօրվա քրիստոնյաները փափուկ կյանք են վարում եւ նույնիսկ չեն էլ մտածում ուրիշների մասին, թե արդյոք այս մարդիկ կլսեն ճշմարտությունը, կիմանան ճշմարտությունը, կփրկվեն։ Դա շատ ցավալի է։ Եվ ուրեմն Աստված մեզ այն սպասում է նույնը, ոչ պակաս։ Մի խոսքով անձնական մեծ զոհաբերություններով, այսքան որպես կենդանի զոհ, նրանք աշխատում էին տարածել ավետարանը։ Տիմոթեոսի դերը որպես այս ուղերձի համահեղինակ արդեն նշվել է։ Այժմ Պողոսը սկսում է մանրամասն նկարագրել, թե որքան արժեքավոր է Տիմոթեոսը որպես իր գործընկերներից մեկը։ Նա նկարագրվում է որպես ավետարանիչ, որին Պողոսն ուղարկել էր Մակեդոնիա, իսկ մի քանի անգամ էլ Կորինթոս։ Նախկինում նա աշխատել էր Կորինթոսում Պողոսի ու Շիղայի հետ եւ ավելի ուշ Եփեսոսում։ Պողոսը Տիմոթեոսին եւ Տիմոթեոսը երիտասարդ էր։ Պողոսը Տիմոթեոսին նկարագրում է որպես համախոհ, հունարեն բառը բառացի հավասար հոգով, ենթադրում է, որ նա շատ առումներով նման էր Պողոսին, ներառյալ նվիրվածությունը Քրիստոսի հանդեպ, ավետարանը տարածելու եռանդուն ջանքերը եւ հատկապես Փիլիպպեցիների հանդեպ ունեցած հոգատարությունը։ Ուրեմն Փիլիպպեցիներ 2:20 Վասնզի մեկը չունեմ միասիրտ, որ մտերմաբար հոգ տանե ձեզ համար։ Այսինքն բացի Տիմոթեոսը ամենա սրտացավն է, ինչպես ես եմ սրտացավ, նա հավասար ինձ սրտացավ է ձեր համար։ Փիլիպպեցիներ 2:19-23 համարները կարդանք, որտեղ Պողոս առաքյալը խոսում է Տիմոթեոսի մասին։ Բայց հույս ունիմ Տեր Հիսուսումը, որ Տիմոթեոսին շուտով ուղարկեմ ձեզ մոտ, որ սիրտս էլ հանգստանա, երբ որ ձեր վիճակն իմանամ։ Վասնզի մեկը չունեմ միասիրտ, իսկ այդքան միաբան ու սրտացավ, որ մտերմաբար հոգս տանե ձեզ համար։ Վասնզի ամենքն իրանց բաներն են որոնում եւ ոչ թե Հիսուս Քրիստոսին, ասում է ամենքը, այսքան այնքան շատ էին այդ քրիստոնյա ծառայողները, որոնք իրենց բաներն էին փնտրում, իրանց շահի համար էին անում, ինչ որ անում էին, որ Պողոս ասում է հազիվ այս մեկը Տիմոթեոսը, շատ քիչ մարդիկ են, ասում են, որ անկեղծ ծառայում են Աստծուն, որ իրոք ավետարանի շահն են փնտրում, այլ ոչ թե իրենց շահը։ Բայց դու գիտեք նրա անտիր լինելը, որ ինչպես մի որդի իր հորը, այնպես ինձ հետ ծառայեց ավետարանին։ Ուրեմն հույս ունեմ, որ սրան ուղարկեմ իսկույն, երբ որ իմ անձի մասին կտեղեկանամ։ Նաև կարդանք առաջին Կորինթացիս 4:17-ը, որ նույնպես առաջին Կորինթացիս 4:17 Նրա համար Տիմոթեոսին ուղարկեցի ձեզ մոտ, որ իմ սիրելի եւ հավատարիմ որդին է Տերով։ Տեսեք ինչպես է խոսում Տիմոթեոսի մասին։ Իմ սիրելի եւ հավատարիմ որդին է Տերով, որ ձեզ հիշեցնի իմ ճանապարհները, որ Քրիստոսումն են, ինչպես ամեն տեղ, ամեն եկեղեցիներում սովորեցնում եմ։ Եվ նաեւ երկրորդ Տիմոթեոս 1:5 Երկրորդ Տիմոթեոս 1:5 Միտքս բերելով այն անկեղծ հավատքը, որ քեզանում է, Տիմոթեոսին է գրում Պողոսը, որ առաջ քո Լոիդա տատումը եւ քո Եվնիկե մորումը բնակվեցավ, համոզված եմ, որ քեզանում է։ Այսինքն Տիմոթեոսի տատիկ ու մաման իրեն հենց սկզբից փոքր ժամանակվանից հավատքի մեջ էին աճեցրել եւ հիմա ինքը մեծացել է եւ շատ օգտակար է Աստծո գործում։ Եվ Աստվածը, որ այդպիսի տատիկներ եւ պապիկներ շատ լինեն։
որպեսզի իրոք հնձվորները շատանան։ Այսօր էլ գիտեմ պատանի երեխաների, պատայների, որոնք իրենց կյանքը նույն են Աստծուն եւ ծառայում են Աստծուն։ 16 տարեկան տղա, որ արդեն քարոզում է նրան, վստահում են քարոզներ, եւ 14 տարեկան տղա, որ վստահում են շաբաթօրյա դպրոց անցկացնել, այսինքն իրենց մայրերը ջանք են թափել, որ իրենց Աստծո ճանապարհների մեջ մեծացնեն, եւ Աստված տա, որպեսզի մայրեր եւ այդպիսի որդիներ շատ լինեն, եւ նաեւ դուստրեր, ինչու ոչ, որպեսզի Աստծո գործը մեծ ուրախությամբ ստանձնեն եւ անեն, չնայած բոլոր նեղություններին։ Ուրեմն այսպիսի մեկն էր Տիմոթեոսը, երիտասարդ էր, բայց անկեղծ Աստծուն նվիրված։ Տիմոթեոսի մեկ այլ որակ, որ նշում է Պողոսը, նրա արժանի բնավորությունն է։ Հունարեն բառը նկարագրում է նրան որպես մի անձնավորություն, որ մանրակրկիտ ստուգվել է փորձություններով, այսինքն վստահելի է։ Պողոսը քանի անգամ տեսել է իր հավատարմությունը փորձությունների մեջ, եւ որի բնավորությունն ու ծառայությունը ճշմարտապես ազնիվ են գտնվել։ Այսինքն բոլոր փորձություններով անցնելուց տեսել է, որ Տիմոթեոսը անկեղծ է, մաքուր եւ հավատարիմ։ Պողոսը գիտի, որ սա ճշմարիտ է Տիմոթեոսի առումով, քանի որ ակնառու տեսել է բազմաթիվ առիթներով, երբ ավետարանի տարածման գործում աշխատել են կողքի, Պողոսը ամեն մեկին չէր վստահում։ Կյանքի դժվար փորձություններն են, որ ստուգում են մեր կամքի ուժը եւ ցույց տալիս, թե ով ենք մենք մեր ներսում։ Էլեն Ուայթն այսպես է արտահայտում դա։ Վկայությունների եկեղեցու համար հատոր 5։ Կյանքը կարգապահություն է։ Կլինեն սադրանքներ, որ փորձեն համբերությունը, եւ դրանց ճիշտ ոգով դիմակայելով է, որ զարգանում են քրիստոնեական շնորհները։ Եթե վիրավորանքներն ու անարգանքները կրում ենք հեզությամբ, եթե վիրավորանքներին պատասխանում են մեղ խոսքերով, իսկ ճնշող արարքներին բարությամբ, սա վկայություն է, որ Քրիստոսի հոգին բնակվում է մեր սրտում։ Այսինքն մենք չպետք է մեր դարձնենք եւ գնանք ասենք, այստեղ մեզ վիրավորում են, այստեղ եւ այլն եւ այլն։ Այլ մեր հակառակ հարգալից վերաբերմունքը իրենց, սիրո վերաբերմունքը իրենց կվկայի, որ մենք ճշմարիտ քրիստոնյաներ ենք եւ կամաչացնի իրենց վատ վարմունքը մեր հանդեպ։ Մեր լավ վարմունքն իրենց հանդեպ, որ պիտի ամաչացնի իրենց։ Այնուհետև նա շարունակում է, եթե դժվարություններին ու նյարդայնացնող իրավիճակներին, որոնք կոչված ենք կրելու, լավ ենք դիմանում, դրանք քրիստոսանման բնավորություն են զարգացնում եւ քրիստոնյային տարբերակում աշխարհիկ մարդուց։ Ինչ անում աշխարհիկ մարդը, ստեղ ինձ չեն սիրում, թքեմ ու գնամ, վերջ։ Բայց քրիստոնյան այդպես չի։ Քրիստոնյան կօգտագործի մինչև վերջին հնարավորությունը, որպես ես մարդկանց հասկացնի, որն է ճիշտ։ Նա կարդանք Ֆիլիպեցիների 2 գլխի 25-ից 30 համարները։ Ֆիլիպեցիներ 2 25-ից 30 համարները։ Միայն հարկավոր համարեցի, որ Եփափրոդիտոս եղբորը գործից եւ զինվորությանս ընկերին, այն ձեր առաքյալին, այսինքն Պողոսը Քրիստոսի զինվորն էր, այն ձեր առաքյալին եւ իմ պետք լինող բաների պաշտոնյային ուղարկեմ ձեզ մոտ։ Վասնզի ինքն էլ խիստ փափագ ուներ ձեզ ամենից տեսնելու եւ հոգս էր քաշում, որ լսել եք, թե նա հիվանդացավ։ Եվ իրավի, որ հիվանդացավ մեր դիմա, բայց Աստված ողորմեց նրան, ոչ միայն նրան, այլ ինձ էլ, որ տրտմության վրա չունենա։ Ուրեմն ավելի շտապով ուղարկեցի նրան, որ տեսնելով նրան դարձյալ ուրախ լինեք, եւ ես էլ առանց տրտմության լինեմ։ Արդընդունեցեք նրան Տերուն ամեն ուրախությունով, եւ այնպիսիներին պատվական համարեցեք,
Վասնզի Քրիստոսի գործի համար մինչև մահի մոտեցավ, իր անձը վտանգի մեջ գցելով, որ ձեր ինձ ծառայելու պակասությունը լրացնե։ Եփափրոդիտոսը հիշատակվում է միայն այս նամակում, բայց մենք նրա մասին բավականին շատ բան ենք իմանում այստեղ առկա կարճ հիշատակումներից։ Ընդամենը 5 համար էր, բայց ինչքան բան մենք իմացանք այս մարդու մասին։ Դատելով նրա անունից, որը կապ ունի Աֆրոդիտեի պաշտամունքի հետ, նա հեթանոսական արմատներ ուներ եւ դարձի էր եկել, ընդունել էր Հիսուս Քրիստոսին իր սրտի մեջ։ Նրան գործակից անվանելը հուշում է, որ նա եռանդուն ծառայության մեջ էր, հավանաբար Պողոսի հետ աշխատելով Փիլիպպեում։ Գործակցին ու զինակցին արտահայտությունը հավանաբար վերաբերվում է այն հակամարտություններին, որոնց բախվել էր Եփափրոդիտոսը ավետարանը տարածելու ընթացքում պատրաստ ամեն անգամ կյանքը վտանգելու։ Որպես Փիլիպպեի եկեղեցու կողմից նշանակված պատգամաբեր, Եփափրոդիտոսը ուղարկվում է բանտում Պողոսին ծառայելու եւ նրա բոլոր կարիքները հոգալու։ Նա այն անձնավորությունն էր, որին փիլիպպեցիները վստահել էին Պողոսի համար հավաքած ֆինանսական նվիրատվությունները։ Այս ընծաները չափազանց կարևոր էին, քանի որ հռոմեական բանտարկյանների սննդի հագուստյան կողմու կամ այլ անհրաժեշտ իրերի համար պետք էր վճարել սեփական միջոցներով կամ դրանք բերել ընտանիքի եւ ընկերների կողմից։ Երկրորդ բանտարկության վերջում Պողոսը խնդրում է Տիմոթեոսին. «Շտապիր գալ ձմեռը չեկած եւ ապա երբ գաս հետդ բեր այն վերարկուն, որ Տրովադայում թողեցի»։ Պողոսը հավանաբար ուներ այդ հաստ բրդյա վերարկուի կարիքը, որն անհրաժեշտ էր իր սառը, քարե կամ խոնավ խցում։ Եվ դարձյալ Եփափրոդիտոսին էր վստահված այդ նամակը Փիլիպպե տանելու պարտականությունը։ Թերևս Փիլիպպեում արկա խնդիրների պատճառով էր, որ Պողոսը հարկ համարեց ավելի շուտ, քան նախատեսված էր Եփափրոդիտոսին հետ ուղարկել եւ փիլիպպեցիներին հորդորել. նրան Տիրոջով ամենայն ուրախությամբ ընդունեք։ Պողոսը ցանկանում էր, որ իր բանտում գտնվել անհանգստության կամ տխրության պատճառ չդառնա։ Նա նաև ընդգծում է, որ Եփափրոդիտոսն այն մարդն է, որին քրիստոնյաները պետք է բարձր գնահատեն եւ ընդունեն ոչ թե նրա հարստության կամ սոցիալական կարգավիճակի, այլ Հիսուսի օրինակին հետևելու նրա զոհաբերական հոգու համար։ Իսկ այսօր եկեղեցիում ինչ է կատարվում։ Ով որ հարուստ է, ով որ շատ եկամուտ ունի, դնում են առաջին տեղերը, իսկ այն մարդիկ, ովքեր չնայած հարուստ չեն, բայց զոհաբերում են իրենց ժամանակը, իրենց ամեն ինչը, ինչ որ ունեն, ավետարանի համար, չեն հարգում այդ մարդկանց, ինչա որ հարուստ չեն։ Բայց Պողոս այստեղ նշում է, որ հենց այդպիսի մարդկանց պիտի հարգեք։ Մեծարանք կամ պատիվ նշանակող հունարեն բառը նոր կտակարանում հանդիպում է ընդամենը մի քանի անգամ, 3 անգամ իրականում։ Ծառայի առումով, որին հայրապետը շատ բարձր էր գնահատում, այն որ Հիսուսին ասեց, խնդրում եմ ծառային բուժի, մի հատ խոսք ասես իմ ծառան կբուժվի։ Խնջույքի ժամանակ պատվավոր տեղերում նստողների համար Ղուկաս 14:8 եւ Հիսուսի համար որպես ընտիր պատվական անկյունակար։ Եփափրոդիտոսի այս խմբում ընդգրկվելը վկայում է, որ նա իսկապես հավատարիմ մարդ էր։ Թող Աստված մեզ օրհնի, որ մենք լինենք Եփափրոդիտոսի պես եւ Տիմոթեոսի պես։ Կարդանք Էլեն Ուայթի «Դարերի փափագը» գրքից. Քրիստոսին ամենամոտը կկանի նա, ով երկրի վրա ամենախորն է ըմպել նրա անձնազոհ սիրո ոգուց։ Սերը, որը չի գոռոզանում, չի մեծամտանում, սեփական շահը չի փնտրում, բարկությամբ չի գրգռվում, չար բան չի մտածում։ Այդ սերն է, որն աշակերտին մղում է, ինչպես մղել է մեր Տիրոջը, տալու ամեն ինչ ապրելու, աշխատելու եւ զոհաբերելու ընդհուպ մինչև մահ, հանուն մարդկության փրկության։ Երեք մի պատմություն լսեցի, որ մի մարդ էր պատմում։ Ուրեմն երբ որ գերմանացիները տեսնում են, որ իրանք արդեն տանուլ են տալիս պատերազմը եւ իրենք պիտի նահանջեին, ռուսական գյուղերը իրենց հրաման է տրվում, որ ռուսական գյուղերը վառեն եւ մարդկանց գնդակահարեն։ Եվ հաջորդ գյուղ եւ այդպես շատ գյուղեր վառեցին եւ մարդկանց գնդակահարեցին։ Հետո մի գյուղում գերմանացին, երբ որ մտնում է տուն, տեսնում է, որ այնտեղ ուրեմն այս մարդը քարոզիչ էր եւ նստած աստվածաշունչ էր կարդում։
Եվ ասում է դու ինչ եկեղեցի ես քարոզում, ասում եմ ավետարանական եւ ասում է օքեյ նայ ես քեզ իմանալություն կտամ գյուղի բոլոր մարդիկ հավաքված են դու քո եկեղեցու մարդկանց դուրս հանի այնտեղից եւ իրանց մենք չենք գնդակահարի ասում է լավ գնում է իր մարդկանց հանում է եւ այդ ժամանակ միկին որ երեխա ուներ ասում է ինչ կլինի մեզ էլ ներկայացրա որպես քո եկեղեցու անդամներ եւ այս մարդը կարծես թե ուշադրություն չի դարձնում հետաքրքիր որ նրանք այդքան ժամանակ լսել էին իր քարոզը, բայց չէին ընդունել, հիմա խնդրում են ասում են ինչ կլինի մեզ ներկայացու որպես քոնը։ Եվ այս մարդը ուշադրություն չի դարձնում եւ իհարկե սուտ էլ չի ուզում ասի, որ այս մարդիկ իրան են։ Իր եկեղեցու անդամներին դնում է առանձին եւ որոնց չպիտի գնդակարեին, հետո ինքը վերադառնում է այս անհավատների շարքը, կանում է եւ ասում է հիմա գնդակարեք, այսքան ինձ էլ նրանց հետ գնդակարեք։ Եվ նրա այս վեհ քայլը որ ինքը չի վախենում մեռնելուց, որ ինքը իրեն նույնացնում է այս անհավատ մարդկանց հետ, ստիպում է գերմանացիներին, որ ոչ մեկին չգնդակարեն, այսինքն այս մարդու խաթր, այս մարդու միջնորդության միջոցով ասենք այսպես, ամբողջ գյուղի մարդիկ փրկվեցին, ոչ մեկ չգնդակահարվեց այդ գյուղում։ Այսինքն նույնիսկ իր կյանքը չէր ափսոսում, նա Քրիստոսի օրինակով էր գնում, Քրիստոսը մահացավ բոլոր մեղավորների համար, բոլորի համար, չկա արդար մեկն էլ չկա, Քրիստոս իրեն նույնացրեց մեղավորների հետ, անհավատների հետ, և այս մարդն էլ նույնը արեց, կարծում եմ, որ դրանից հետո շատերը այդ անհավատներից ընդունեցին ճշմարտությունը, Այդ սերն է, որ աշակերտին մղում է ինչպես մղել է մեր Տիրոջը տալու ամեն ինչ ապրելու, աշխատելու եւ զոհաբերելու անթուփ մինչեւ մահ հանուն մարդկության փրկության։ Այս ոգին է դրսևորվել Պողոսի կյանքում, ահա թե ինչ է ասել նա, որտեւ ինձ համար կյանքը Քրիստոսն է, որտեւ նրա կյանքը բացահայտում էր Քրիստոսին, իսկ մեռնելը շահ, այսինքն շահ Քրիստոսի համար մահն ինքնին կհայտնի նրա շնորհի զորությունը եւ նրա համար հոգիներ կշահի։ Քրիստոսն իմ մարմնի մեջ կմեծարվի իմ ապրելով, թե իմ մեռնելով։ Թե իմ ապրելով, թե իմ մեռնելով, այսպես է ասել նա Ֆիլիպեցիներին, առաջին գլխի 21-20 համարում։ Հեռու չէ ժամանակը, երբ յուրաքանչյուր հոգի, իսկ այժմ վերջում կարդանք Էլեն Ուայթի վկայությունների եկեղեցու համար հատոր 5։ Հեռու չէ ժամանակը, երբ յուրաքանչյուր հոգի փորձության կընթարկվի։ Գազանի նշանը կպարտադրվի մեզ, գազանի դրոշմը։ Եվ իրոք այսօր Ամերիկայի Միացյալ Նահանգներում այնպիսի բաներ են տեղ ունենում, որ այդ ամենը իրոք վկայում է, որ այդ ամենը մոտ է։ Նրանց համար ովքեր քայլ առ քայլ զիջել են աշխարհիկ պահանջներին եւ հարմարվել աշխարհիկ սովորույթներին, դժվար չի լինի զիջել գործող իշխանություններին գերադասելով դա, քան ենթարկվել ծաղրի վիրավորանքի բանտարկության սպառնալիքի ու ավան, եթե այսօր մենք վախենում ենք մի փոքր ծաղրից, մի փոքր անհարմարությունից, ուրեմն վաղը երբեք չենք դիմանա ավելի մեծ անհարմարության, ավելի մեծ ծաղրին, ավելի մեծ նեղություններին, բանտ, մահ եւ այլն։ Եվ այդ մարդիկ շատ հեշտությամբ կդավաճանեն Քրիստոսին եւ կընդունեն գազանի դրոշմը։ Երբ բազմաթիվ կեղծ եղբայրներ, այսինքն կեղծ հավատացյալներ, առանձնանան ճշմարիտ եղբայրներից, այսինքն շատ ու շատերը, երբ որ այս ամենը լինի, իրենք չեն դիմանա այդ նեղություններին եւ գազանի դրոշմը կընդունեն։ Եվ կհեռանան ճշմարտությունից, այսինքն նրանք կեղծ հավատացյալներ էին, ոչ թե ճշմարիտ, որտեղ դժվար ժամանակներն է բացահայտում թե ով է ճշմարիտ, ով կեղծ։ Եվ ասում է, երբ որ այս կեղծ հավատացյալները ճշմարիտ հավատացյալներից բաժանվեն, այդ ժամանակ թաքնվածները կբացահայտվեն եւ օրներքերով կմիաբանվեն Քրիստոսի դրոշի ներքո, այսինքն կան շատ մարդիկ հիմա ում սրտում ցանված է ճշմարտության սերմը, բայց կարծես թե դեռ չի աճում։ Բայց երբ որ այս ժամանակը գա, երբ որ նրանք կկանեն ընտրության առաջ, արդյոք ընտրեն Աստծուն ենթարկվելու, Աստծո կնիքը ստանալու թե գազանի դրոշմը, նրանք կորոշեն ծառայել Աստծուն, Քրիստոսի դրոշի տակ կանեն եւ չեն վախենա,
ոչ բանտից, ոչ աղրանքից, ոչ մահից, ոչնչից։ Ինչպես Նիկոդեմոսի հետ եղավ, Նիկոդեմոսը Հիսուսի ծառայության ամենասկզբում եկավ գաղտնի, որտեղ վախում էր ծաղրից եւ խոսեց Քրիստոսի հետ։ Եվ կարծես թե ոչ մի արդյունք չտվեց այդ խոսակցությունը, բայց 3 տարի այդ սերմը աճեց նրա մեջ։ Նա ուսումնասիրում էր խոսքը եւ տեսավ ինչպես մարգարեությունները կատարվեցին Քրիստոսի կյանքում եւ երբ որ Քրիստոսը մահացավ եւ այդ հալածանքները սկսեցին, ինքը կանեց Քրիստոսի դրոշի ներքո։ Այդ դժվարին ժամանակներում ինքը բացահայտեց, որ ինքը քրիստոնյա է եւ իր ամբողջ ունեցվածքը, իր ամբողջ հարստությունը տվեց Աստծո գործին եւ դարձավ աղքատ, իրեն ծաղրում էին, նեղությունների մեջ էր, բայց ինքը շատ էր, ուրախ էր եւ ցնծում էր, օրհներքում էր Տիրոջ, ինչպես այստեղ գրված է։ Եվ այսպիսի շատ մարդիկ էլ կլինեն, նաեւ շատ մարդիկ հարուստներից, վերը կանածներից, որ նույնպես դարձի կգան եւ կկանեն Քրիստոսի դրոշի ներքո եւ իրենց ունեցվածքը կներեն ավետարանի գործին։ Շատ զգուշ լինենք, որ մենք չլինենք այդ կեղծ հավատացյալներից։ Ուրեմն ասում է, որ օրհներքելով կմիաբանվեն Քրիստոսի դրոշի ներքո, նրանք, ովքեր եղել են երկչոտ եւ զուրկ ինքնավստահությունից բացահայտ կհայտարարեն իրենց հավատարմությունը Քրիստոսին եւ նրա ճշմարտությանը երբ դժվարին ժամանակներում։ Սրանք կարծես թե քրիստոնյա էին հեշտ ժամանակներում, երբ որ ոչ մի հալածանք չկա, բայց նրանք հալածանքների ժամանակ չեն վախենում կանել Քրիստոսի կողքին։ Նրանք, ովքեր եղել են երկչոտ եւ զուրկ ինքնավստահությունից բացահայտ կհայտարարեն իրենց հավատարմությունը Քրիստոսին եւ նրա ճշմարտությանը։ Եկեղեցու ամենաթույլ ու երերացող անդամները կդառնան Դավթի նման պատրաստ գործելու եւ համարձակություն դրսեւորելու։ Որքան խոր լինի գիշերը Աստծո ժողովրդի համար, այնքան ավելի պայծառ կփայլեն աստղերը։ Սատանան դաժանաբար կհալածի հավատարիմներին, բայց Հիսուսի անունով նրանք կհառնեն ավելին, քան պարզապես հաղթողներ։ Աստված տա, որ մենք այս հաղթողների շարքերում լինենք, այլ ոչ թե կեղծ սուտ հավատացյալների, որոնք լավ օրերին իբր թե քրիստոնյա են, բայց հենց նեղություններ է գալիս, մոռանում են իրենց քրիստոնյա լինելը։ Աստված մի արասն է, որ մենք լինենք այդ կեղծերի մեջ, այլ թող Աստված օրհնի մեզ։ Ինչից է կախված, որտեղ մենք կլինենք։ Եթե մենք այսօր ամեն օր հավատարիմ ենք Աստծուն, եթե մենք այսօր չենք վախենում այդ փոքր ծաղրանքներից, փոքր նեղություններից, մենք վաղը միսօր, երբ որ չենք ամաչում Հիսուսի անունը դավանելուց, երբ որ այս դժվար ժամանակները գա, այն ժամանակ էլ չենք ամաչի, որտեղ մենք արդեն կոփված կլինենք եւ հավատարիմ կլինենք։ Երբ որ մենք հավատարիմ ենք այսօր ամեն օր Աստծուն, մենք հավատարիմ կլինենք նրան նաև այն ժամանակ։ Եթե մենք հավատարիմ չենք Աստծուն այսօր, ուրեմն մենք հավատարիմ չենք լինի Աստծուն, երբ որ նեղությունները գան, առավել եւս։ Թող Աստված օրհնի, որ մենք հաղթողների շարքում լինենք, որ այսօր օրհնի, որ այսօր ամեն օր հավատարիմ լինենք իրեն, իր գործի մեջ եռանդուն լինենք եւ կենթանի զոհ լինենք մեր ժամանակը, մեր ունեցածը նվիրելով, մեր խոսքերը, մեր գործերը նվիրելով Աստծուն։ Չափսոսելով Աստծո համար ոչինչ, ինչպես Մարիամը արեց։ Իր ամբողջ ունեցվածքը նա նվիրաբերեց Քրիստոսին։ Թող Աստված մեզ օրհնի սրա մեջ։ Հեշտ չի այն ճամփան, հեշտ չի այն մրցանակը ստանալը, որը մեզ սպասում է։ Եթե հեշտ լիներ, բոլորն էլ կստանային։ Բայց մենք այսօր մեր ընտրություններով որոշում ենք, թե վաղը մենք որտեղ կլինենք։ Արդյոք կստանանք հավիտենական կյանքի մրցանակը, թե ոչ։ Թող Աստված օրհնի մեզ այս գործում եւ Աստծո ողորմությամբ մինչեւ մյուս շաբաթ։